Օրվա լրահոսը ձեզ է ներկայացնում Էպիկենտրոնի աշխատակազմը, տաղավարում աշխատում է Քրիստինե Սուքեսյանը։ Բարի երեկո։ Ամերիկյան Վերմոնտի նահանգի օրենսդիր մարմինը 1915 թվականին տեղի ունեցած դեպքերը պաշտոնապես ճանաչել է որպես հայոց ցեղասպանություն։ Վերմոնտի խորհրդարանականները փակ քվեարկությամբ ընդունել են բանաձևեր, որոնք ճանաչում են Օսմանյան կայսրությունում 1.5 միլիոն հայերի սպանությունը։ Հետաքրքրական է, որ բանաձևերի ընդունման նույն օրը Վերմոնտում մշակութային միջոցառում է կազմակերպել Ամերիկաբնակ թուրքերի ասոցիացիաների խորհուրդը։ Խորհրդի ղեկավարը նշել է, որ դա սոսկ համընկնում է եւ որ իրենք ներքաշված չեն քաղաքական թեմաների քննարկման մեջ։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Նևադայի նահանգապետ Բրայան Սանդովալը հռչակագիր է ստորագրել, որի համաձայն ապրիլի 19-ից 26-ը Նևադայում հայտարարվել է հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ։ Նույն աբովանդակ հռչակագրով է հանդես եկել նաև Նևադայի փոխնահանգապետ, նահանգային սենատի նախագահ Մարկ Հաչսոնը։ Երկու հռչակագրերում ԱՄՆ նախագահին եւ կոնգրեսին կոչի արվում ճանաչել հայ ժողովրդի նկատմամբ իրականացված վայրագությունները եւ Թուրքիային ստիպել ճանաչել պատմական փաստերը։ Հայերից վերագրված սպանությունը եւ տեղահանությունը, որ տեղի են ունեցել 1915-ից 1923 թվականներին, խլել են 1.5 միլիոն մարդու կյանք, տեղահանվել են ավելի քան 500,000 հայեր։ Շատերը հաստատվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ այսօր Նևադայում է ապրում աճող եւ ակտիվ հայ համայնք, որը ծայրահեղ անարդարությունից հետո գոյատևելու եւ վերապրելու վառ օրինակ է, գրված է Նևադայի նահանգապետ Բրայան Սանդովալի հռչակագրում։ Այսօր Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը աշխատանքային այցով եղել է երկրորդ բանակային զորամիավորման ենթակա մի քանի զորամասերում։ Նախարարը եղել է հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում, սպառազինության եւ զինտեխնիկայի պահպանման հավաքակայանում, ստուգել է զորամասերի ուսումնանյութական բազան եւ տեխնիկական հագեցվածությունը, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, հետաքրքրվել է նրանց առօրյայով եւ կենցաղային պայմաններով։ Սերյան Օհանյանը տեղում ծանոթացել է զենիթահրթիռային ստորաբաժանման մեկնարկային դիրքի եւ ռադիոլոկացիոն հետախուզման հնարավորություններին, ստուգել է անձնակազմի մարտական պատրաստվածությունը, ծառայության կազմակերպման ընթացքը, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարի առանձնակի ուշադրությանն են արժանացել զորամասերի բարեկարգման ուղղված շինարարական աշխատանքները։ Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ համառորեն շարունակում են իրականության հետ որևէ առնչություն չունեցող ապատեղեկատվություն տարածել, հայտարարել է Պաշտպանության նախարարը։ Իրականության չհամապատասխանող կեղծիքները երբեմն վերածվում են զավեշտի, հայկական եւ ադրբեջանական սահմանին արձանագրված դեպքերի եւ պատահարների ստույգ տվյալները թաքցնելու եւ փաստերը խեղաթյուրելու եւ Բաքվի քարոզչական մեքենայի գործելավոճը վերագրվում է հայկական կողմին։ Առավել քան զավեշտալի է, որ Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին վերաբերող միջազգային հանրությանը մատուցվող քարոզչական խայծեր ու կեղծ տեղեկությունը տարածում են նաև հայկական որոշ լրատվամիջոցներ։ Այդ լուրեր տարածողներին խորհուրդ ենք տալիս տեղի չտալ ադրբեջանական հերյուրանքին եւ զերծ մնալ չճշտված բացահայտ կեղծ տեղեկություն հրապարակելուց։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը որդեգրել է բաց եւ թափանցիկ քաղաքականություն, հասարակության հաշվետու լինելով հայկական զինված ուժերի բոլոր ձեռքբերումների ու առավել եւս բացթողումների համար։ Հայկական կողմը խստորեն հետևում է հրադադարի պահպանմանը եւ վիճակին համարժեք գործողության է դիմում միայն հակառակորդի նպատակային խախտումների դեպքում, ասվում է հայտարարության մեջ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները Վիեննայում բանակցություն են անցկացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ հետագա քայլերի վերաբերյալ։ Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Օրլիքը։ Լավ բանակցություն անցկացրեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված իրադարձությունների եւ հետագա քայլերի վերաբերյալ, գրել է ամերիկացի համանախագահը։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, որ Մոսկվայում Աշոտ Դանիելյանի հաղթանակից հետո Հայաստանի հիմնի հնչելու ժամանակ պպզած ադրբեջանցի սամբիստ Բախտիյար Աբբասովից հետո կվերցնեն նրա նվաճած բրոնզե մեդալը եւ նրան կորակազրկեն 2 տարով։ Ըստ մամուլի տեղեկության հայտնել է Ադրբեջանի Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Ջեյհուն Մամեդովը։ Նրա խոսքով դրա մասին իրեն հայտնել է Սամբոյի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Ելիսեևը եւ այդ կապակցությամբ առաջիկայում կընդունվի վերջնական որոշում։ Արդեն տեղեկացրել ենք, որ Մոսկվայում տեղի ունեցած Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում 90 կիլոգրամ քաշային Աշոտ Դանիելյանը հաղթելով բոլոր մրցակիցներին գրավել է առաջին տեղը։ 90 կիլոգրամ քաշային կարգում երրորդ տեղը զբաղեցրած Ադրբեջանի ներկայացուցիչը հայոց օրհներքի ժամանակ ցուցադրաբար պպզել է այդ կերպ ցույց տալով իր թշնամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Շուկայում ձվի էական աճ այսօրին չի նկատվել, այսօր հայտարարել է իրազեկ եւ պաշտպանված սպառող հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Նա տեղեկացրել է, որ շուկայում հայտնվել են առանց մակնշման ձվեր, որոնք անհայտ ծագում եւ մեծ աղտոտվածություն ունեն։ Պիպոյանը կոչ արեց ձուգներից անպայման ուշադրություն դարձնել նրա արտաքին տեսքին։
Թեև յուրաքանչյուր տարի Սուրբ Զատկին ընդառաջ հատկապես ձվի շուկայում տեղի են ունենում թանկացումներ կամ չարաշահումներ, այդուհանդերձ այս տարի պատկերը որոշակիորեն տարբերվում է, ասում է իրազեկ եւ պաշտպանված սպառող հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Նրա խոսքով ձվի էական գնաճ այս օրերին շուկայում նկատելի չէ։ Կան արտադրողներ, որոնք 5 դրամով թանկացրել են արտադրանքը, այսինքն վաճառվում էր 60 դրամով, հիմա վաճառվում է 65 դրամով իրենց հավկիթները, բայց հիմնականում արտադրողները չեն թանկացրել եւ շուկայում թվում է թե գինը նույնն է։ Ավելին պետք է նշեմ, որ որոշ տեղերում նկատվում են հավկիթներ, որոնք շատ ցածր գնով են վաճառվում, 45-ից մինչև 50-55 դրամ, ընդ որում ոչ փոքր չափի, ոչ մանր ձվերը։ Այս տարի ձվի ներկրում չի իրականացվել, փոխարենը իրացման ցանց են մտցվել պահեստավորված ձվի խմբաքանակներ։ Լավ է սա թե վատ, Բաբկեն Պիպոյանը գնահատական տալ չի ցանկանում, բայց արձանագրում է։ Շուկան ցավոք սրտի չի ուսումնասիրվում, մինչդեռ տարվա հատկապես այս սեզոնին դա խիստ անհրաժեշտ է։ Ինչ ենք տեսնում, որ նույն ուրեմն իրացման ցանցում արկա են եւ որպես գյուղմթերք են, այսպես ասած, իրացվում առանց որևէ մակնշման հավկիթներ, որոնցից ամենևին պարզ չէ, ինչ ծագում ունեն ընդհանրապես։ Ավելին ասեմ, դրանց մեծ մասը ունեն մեծ աղտոտվածություն։ Ու հիմնականում այս հավկիթները չեն վաճառվում հիմնական իրացման ցանցերում, այլ շուկայական տարածքներում, այս հավկիթների հետևից եւս կարծես թե ոչ մեկ չի գնացել։ Պիպոյանը կոչ է անում սպառողներին զուգնելիս անպայման ուշադրություն դարձնել նրա արտաքին տեսքին ու կեղևի աղտոտվածությանը, պարզելու համար այն թարմ է, թե ոչ անհրաժեշտ է մի քանի հանգամանք հաշվի առնել։ Սկսած ուրեմն կճեպի հարթությունից եւ ջերմակությունից, որովհետեւ շատ ջերմակ պետք է լինի, եւ այդ կաթնագույնը կամ արդեն որոշակի մկված սպիծ ջերմակը արդեն ոչ թարմության նշան է, ծակոտիները հարթությունը, հա, եւ ի վերջո արդեն ձեռք գնումից հետո ձայնային որոշակի նշաններ, հինձուն լողացող ձայն է ունենում, զգում եք ամբողջ տեղաշարժի մեջ արկա եւ ի վերջո կոտրելուց հետո դեղնուցը կարծես առանձնանում է այն դեպքում, երբ որ պետքա դեղնուցը չառանձնանա եւ եւս մեկ դասական մեթոդ, որով կարելի է տարանջատել, հինձուն բարձրանում է ջրի երես։ Եթե էական գնաճ չի նկատվում նաև ձկնամթերքի շուկայում, ապա կանաչեղենի դեպքում թանկացում կա, բայց փոքր։ Բաբկեն Պիպոյանը խորհուրդ է տալիս կանաչեղենը գնել հիմա, փորձը ցույց է տալիս, որ զատկից 1-2 օր առաջ այն կարող է թանկանալ 30-ից 50%-ով։ Վարդուհի Մելտոնյան, Հովանես Քյուրքչյան, Էպիկենտրոն։ Պոհիդան կառավարության ձևավորած կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովում անդամ չի առաջադրի։ Այսօր հայտարարել է դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Պատճառներից մեկն այն է, որ հայ-հեղափոխական դաշնակցությունը երկար տարիներ ինչ շրջանառության մեջ է դրել կոռուպցիան արմատախիլանելու իր առաջարկները, սակայն դրանք անտեսվել են։ Դաշնակցության համար անհասկանալի է նաև թե կոռուպցիայի դեմ պայքարը ինչ մոդել, ինչպիսի ինստիտուցիոնալ համակարգ է որդեգրվում։ Կառավարության առաջարկած տարբերակ Արծվիկ Մինասյանն անվանել է հայկական մոդել։ Իշխանության ներկայացուցիչ Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ ասել է, որ իշխանության պայքարն ընդդեմ կաշառակերության միայն կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովով չի սահմանափակվում։ Սահմանադրության բարեփոխումը, կառավարման համակարգի փոփոխությունը եւ տարբեր ընկերություններում կատարվող ստուգումները ըստ Լեռնիկ Ալեքսանյանի եւս կոռուպցիայի վերացման միջոցներ են։ Աղկացած հստակ ինչպես որ կൂട്ടակայինի ժամանակ, չէ, հայկական կൂട്ടակային համակարգեր առաջարկում, իմել նույն ձևով հայկական հակակոռուպցիոն մարմնի մոդել։ Դեռևս չի գտնվել եւ չի ներկայացվել այն հիմնական մոտեցումը, որի շուրջ կոնսենսուս կձևավորվի եւ որը կկարողանա կյանքի կոչվել։ Մեր կարծիքով, մեր գնահատմամբ, հակակոռուպցիոն քաղաքականության առաջին կարևոր տարերից մեկը դա անհրաժեշտ միջավայրի ձևավորումն է։ Հանրապետության վարչապետը այդ կամքի ուժը ունի, եթե խոսքը վարչապետի մասին է, այդ կամքի ուժը ունի եւ այդ նաեւ պոտենցիալներ ունի, որը կսկսի պայքարը եւ ինքը ազնվորեն է պայքարում կոռուպցիայի դեմ։ Անհատ տաքսիստներին սկսել են ավելի շատ տուգանել, պատճառը լիցենզիա չունենալն է, տուգանքը 50,000 դրամ է, ճանապարհային ոստիկանները 30,000 դրամ տուգանում են նաև տաքսու դիմացն ու հետևը տաքսի ընկերության լոգոյով գովազ տեղադրելու համար։ Վարորդների խոսքով դա օրենքի խախտում չէ։ Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ասել է, որ վերջին 15 օրում տաքսի բարելու լիցենզիա ստացել է 600 վարորդ։ Հովհաննիսյանը նշել է նաև, որ մի քանի օր առաջ տաքսի ծառայությունների ներկայացուցիչներին հրավիրել են ոստիկանություն եւ հորդորել հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ դադարեցնել բողոքի ակցիաները։ Տեսեք, մեզ ոնց են խաբում։ Հրավիրում են դաշտ, 12,000 դրամը մենք վճարենք, հետո գնաց։ Ո՞վ է ղեկին, ուր է նկարը, ուր են տարիֆները, այս գովազդը ինչ ես կպցրել դիմացից հետևից, այսինքն սրա վերջաբանը
եթե մենք այսօր լուծումներ չստանանք այն կետերից, որ բաղկացած են եղել, հավատացեք հետագայում սա փակուղի ա մտնելու, ես վստահ եմ, որտեվ չեն գալի բանակցելու։ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր 20 օր հետաձգել է դերասան Վարդան Պետրոսյանի դեմ ներկայացված գործի քննությունը հաջորդ դատական նիստը նշանակելով ապրիլի 21-ին։ Դատարանը պաշտպանական կողմի իրավունքը չխախտելու համար Վարդան Պետրոսյանի պաշտպանների հիմնավորումը բավարար է համարել։ Մեղադրող դատախազն ու տուժող կողմի ներկայացուցիչը նույնպես չեն արարքել նիստը հետաձգելու միջնորդությանը։ Դատական նիստի սկզբում Վարդան Պետրոսյանի փաստաբանները հանդես եկան նիստը հետաձգելու միջնորդություններով։ Նրանց խոսքով Վարդան Պետրոսյանի մյուս փաստաբանները Ջերար Չոլակյանը եւ ֆրանսիացի Մարի-Լոր Դոզենը ժամկետի ուշացումով են ստացել առաջինատյանի դատարանի դատավճռի թարգմանված տարբերակը։ Բացի այդ, Վարդան Պետրոսյանի դեմ վերաքննիչ քրեական դատարան ներկայացված բողոքի թարգմանված տարբերակը ֆրանսիացի փաստաբանները ընդհանրապես չեն ստացել։ Վերաքննիչ բողոքները նույնպես կողմերին թարգմանված լեզվով չեն տրամադրվել, այսինքն զրկվել է վերաքննիչ բողոքի վերաբերյալ նրանց կողմից տեսակետ հայտնելու իրավունքից։ Մեղադրողը, տուժող կողմն ու տուժողի ներկայացուցիչը հաշվի առնելով ներկայացված հիմնավոր հանգամանքները պաշտպանական կողմի իրավունքը չխախտելու համար միջնորդությունը չարարկեցին։ Քանի որ մեր բողոքը 4 էջ չի, մեր բողոքը 24 էջ է։ Եվ հաշվի առնելով որ սա ամբողջությամբ թարգմանվի, արդեն մի շարք պատճառաբանություններ բերվեց, որ Մարի Դոզեի պատասխանը պիտի ֆրանսերեն լինի, հետո պիտի թարգմանվի եւ այլն, այլ դատարան ես հետում եմ, որ մեկ ամիսը առավել նպատակահարմար է եւ ճիշտ որպեսզի Ագետատան խնդրում հաշվառելու ստարտը կալանքի տակ է 20 օրը բավարար է 20 օր ոչ աշխատանքային։ Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը եւ 20 օր հետաձգեց նիստը։ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը եւս մեկ անգամ հաստատեց, որ ինքը մյուս փաստաբան Սամվել Ջաղինյանն ու Վարդան Պետրոսյանը բողոք չեն ներկայացնելու վերաքննիչ դատարան։ Ֆրանսիացի փաստաբան Մարի Դոզեն բողոք կներկայացնի թե ոչ, Նիկոլայ Բաղդասարյանը դեռ չգիտի, ասում է դեռ ժամանակ ունի։ Դատավարական որ կողմին է ձեռնտու նիստը հետաձգելը եւ արդյոք տակտիկական հնարքի միջոցով պաշտպանական կողմը փորձում է մինչեւ Ներման հրաման ընդունել է ժամանակ շահել։ Վարդան Պետրոսյանի գործով չեմ ասում, ես ընդհանրապես կասեմ, որպեսզի Վարդան Պետրոսյանի գործը չկապել։ Եթե անձը, որին մեղադրանք է առաջադրվել անզգույշ հանցագործության եւ որին դատապարտել են մինչեւ 5 տարի ազատազրկման 242 հոդվածի 3-րդ մասով եւ ինքը պայմանական ասեմ, միջև համաներումը դատական ակտ է կայացվում, անփոփոխ է թողում առաջացանի դատավճիռը, իսկ տուժող կողմը բողոքարկում այդ դատարանը, ինքը շարունակելու է մնալ կալանքի տակ այնքան ժամանակ համաներումը իր վրա չազդի, միջև վճռաբեկ դատարանը որոշում չկայացնի։ Իսկ եթե տուժող կողմը պատահաբար մոռանա ինչ-որ մի փաստաթուղթ գցի, այդ ժամկետը կարող է համաներումը հայտարարից հետո տևի 2-3 ամիս, որտեղ ինքը ամեն անգամ մի թուղթ կմոռանա գցի այդ բողոքին եւ այդ ամբաստանյալը ոչ թե Վարդան Պետրոսյանը ընդհանրապես ամբաստանյալը կախվածության մեջ կմնա տուժողի կողմի կամ արտացույց, այսինքն տուժողը կմոռանա թղթեր գցելու, անվերջ վճռաբեկ դատարանը չի կարող այդ գործը քննել։ Տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, պահանջելով 5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված դերասան Վարդան Պետրոսյանի պատժի որոշումը վերանայել եւ դատապարտել առնվազն 6 տարի ժամկետով։ Եթե վերաքննիչ դատարանը մինչեւ համաներման ընդունումը բավարարի բողոքը, Վարդան Պետրոսյանը ոչ թե ազատ կարձակվի, այլ կկրճատվի պատիժը կրելու չափը։ Արթուր Հակոբյան, Սուքյասյան, Էպիկենտրոն։ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից անցել է 3 ամիս, այդ կարճ ժամանակում խոսել ձեռքբերումների մասին դժվար է, ասել է տնտեսագետ Սվետլանա Գլիկինյան։ Ապագայում կազմակերպելու են քննարկումներ միության խնդիրների քննարկման համար, դրանց մասնակցելու է նաև Հայաստանը։ Ըստ տնտեսագետի միության խնդիրները հեշտ լուծելի են եւ հիմնականում վերաբերում են մաքսային ոլորտին։ Սվետլանա Գլիկինյան անդրադարձել է նաև միասնական արժույթի ստեղծմանը։ Միասնական արժույթի ստեղծումը երկար եւ բարդ պրոցես է։ Նախագահ Վլադիմիր Պուտինը արդեն հանձնարարություններ է տվել։ Ինչ վերաբերում է փողի ապագային, ապա բերեմ Եվրոպայի օրինակը։ Մինչև Եվրամիությունը անցավ միասնական արժույթի, եվրոյի տարիներ պահանջվեց։ Ինչու է նրանց դեպքում երկար ժամանակը ընդունելի, իսկ մեր դեպքում համարում են ձախողում։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը AIP կրթական հիմնադրամի հետ նախաձեռնել է հայկական եւ ռուսական տեխնոլոգիական ներուժի ներկայացումը հայկական եւ ռուսական տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միջև երկխոսության, գործարարշփումների եւ գործակցության խթանումը։ Հայաստան են ժամանել տեղեկատվական տեխնոլոգիաների մոտ 60 ռուսական ընկերությունների ներկայացուցիչներ։
Այսօր մենք կազմակերպել ենք այդ դպրոցում հայ-ռուսական ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի հանդիպում, որի նպատակն այն է, որ օգտվելով առիթից, որ այդ ընկերությունները Հայաստանում են, ծանոթացնել նրանց Հայաստանի ընկերությունների հետ, Հայաստանի ներուժի հետ եւ փորձել վստահության կամուրջներ սարքել, որոնք կարող դառնան հետագա համագործակցության հիմք։ Կադրերը, որոնք պետք են IT-ին, դա ուղեղներ են, առաջին հերթին։ Ուղեղը գալիս է կրթությունից եւ կրթությունը եւ Ռուսաստանում առաջին հերթին եւ Հայաստանում էլ լուրջ խնդիր է եւ լուրջ այսպիսի աշխատանք եւ ջանք է պահանջում, որպեսզի մենք կարողանանք համադրել IT ոլորտի համար կադրեր ապագայում։ Մենք Հայաստանում հատուկ ուշադրություն ենք դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին եւ հպարտ ենք դրա զարգացման տեմպերով։ Վիճակագրական տվյալի համաձայն ոլորտի աճը 20% է։ Շատերը պնդում են, որ իրական աճը շատ ավելին է։ Կառավարությունն առաջին հերթին փորձում է չխանգարել ոլորտի զարգացմանը։ Մենք բարեփոխել ենք օրենսդրությունը եւ շարունակում ենք միջոցներ փնտրել ՏՏ ոլորտում բիզնես վարելը ավելի դյուրին դարձնելու համար։ Ականատեսի օրագիր, այսպես է վերնագրել ցեղասպանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վերժինե Սվազյանը հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված իր ֆիլմաշարը, որը ներկայացնում ենք մեր թողարկումների ընթացքում։ Այսօր առաջարկում եմ դիտել Փայլուն Տերտերյանի կյանքի պատմությունը։ Հայրս Ամերիկայում է եղել, երբ որ վերադարձել է, նկարս որ գնացել է Ամերիկա, 1 տարեկան նկարս, հայրս մտածել է, էլ աղջիկ ունեմ, հոս ինչ կնեմ ես։ Եկել է պոլիս որ եկել է, որպես զինվոր բռնել են։ Նա իր կյանքի փրկակինը տվել է, բադալը։ Ու հորը հեռակիր է տալի, հայրիկ, այսպես եղավ, կամ թե ետեր տալ։ Բաբս ասում է, որ արի տղաս, բան չկա, ես հարցրել եմ, բան չկա, որ զինվորականությունը վերացնում ես, արդեն բան չկա, գալիս է երկիր, մի 6 ամիս շանցած, արդեն գոդորումը սկսում է։ Հորս տանում են, բայց մենք մեր թրկացնում են, մնում ենք երկիր։ Մենք Կերտաստանը մեր մեծ չի եղել, բաբիս մորս հորը սպանել են, մայրը երեխա բերել է այդ ժամանակ, ծնվել է, այդ երեխան մահացավ, մայրն էլ հետևից, մայրս պահեց իրար երկու քրոջը եւ եղբորը, որ պահեց, մեկ էլ ինձ։ 21 թվի, երբ որ ամերիկացին որբերին տարավ Ամերիկա, մայրս մտածեց, որ այս երեխաները վաղը պիտի մեզնան, էլի շանս ձեռք պիտի ունի, ավելի լավ է մենք էլ երթանք Հալեբ։ Միջազգային լուրերը ներկայացնում է Սոնա Աղբալյանը։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ առանց Միացյալ Նահանգների մասնակցության հնարավոր չէ կայունություն հաստատել Ուկրաինայում։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ Լուկաշենկոն պարբերաբար հայտնել է իր այս տեսակետը։ Մենք դա կարող ենք անել, մենք ինքներս չենք խնդրի, կխնդրենք անենք, եթե կարողանանք, չեն խնդրի, թող իրենք որոշեն, հայտարարել է նախագահը։ Մոլդովայի նախագահը որոշել է չմեկնել Մոսկվա մեծ հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու։ Մայիսի 9-ին Նիկոլայ Տիմոշվին մասնակցելու է հանդիսավոր միջոցառումների, որոնք անցկացվելու են Քիշնևում։ Մոլդովացի զինվորականները նույնպես չեն մեկնի Մոսկվա։ Լոզանում կարծես թե հաջողվել է ձեռք բերել Իրանի միջուկային հարցի երկար սպասված համաձայնությունը։ Եթե անգամ միջուկային պատմությունը չփակվի, ապա դրա համար կնշվի կոնկրետ ժամկետ։ 18-ամսյա բանակցությունից հետո Վեցիակին եւ Թեհրանին հաջողել է ուրվագծել ապագա համաձայնագիրը։ Հիմա փորձագետների աշխատանքի ժամանակն է։ Ստամբուլի պատանդ ընկած դատախազ Սելիմ Քիրազը, որ վիրավորվել էր իր ազատ արձակման գործողության ժամանակ հիվանդանոցում մահացել է։ Դատախազին բռնել էին Ստամբուլում հենց դատարանի դահլիճում։ Համացանցում հայտնված հայտարարության մեջ ասվում էր, որ պատանդը կսպանվի, եթե չկատարի առևանգողների պահանջները։ Թուրքական ձախարմատական մարքսիստական խմբավորումը պատանդ էր վերցրել դատախազին, քանի որ նա հետաքննել է 2013-ին փողոցային բողոքի ակցիաների ժամանակ դեռահասի մահվան աղմկալի գործը։
Իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը պատրաստել է զեկույց, որում հայտնել է մահապատիժների ամենամեծ թվով երկրները։ Առաջին տեղում Չինաստանն է։ Չինաստանում մահապատժ են ենթարկում ավելի շատ մարդկանց, քան աշխարհի բոլոր երկրներում, սակայն հստակ թիվ իրավապաշտպանները հայտնել չեն կարող։ Մահապատիժների թվով առաջատարների շարքում նշվում են նաև Իրանը, Սաուդյան Արաբիան եւ Միացյալ Նահանգները։ Ընդհանուր առմամբ 2014 թվականին 22 երկրում մահապատժի է ենթարկվել 607 մարդ։ Վերջին 2 տասնամյակում մահապատիժ կիրառող երկրների թիվը կրճատվել է։ 1995 թվականին եղել է այդպիսի 41 երկիր, 2013-ին 22։ Եմենում արաբական երկրների կոալիցիայի կողմից ընդդեմ հուսիթների գործողության մեկնարկից ի վեր զոհվել է առնվազն 62 երեխա։ Անցած շաբաթ միջազգային կոալիցիան Սաուդյան Արաբիայի եւ Պարսից ծոցի այլ երկրների եւ Եգիպտոսի, Հորդանանի ու Սուդանի մասնակցությամբ սկսել է Անսար Ալլահ շարժման կողմնակիցների դեմ ռազմական գործողությունը։ Հուսիթները վերահսկում են երկրի տարածքի մեծ մասը, այդ թվում մայրաքաղաք Սանան։ Սոնա Աղբալյան, Էպիկենտրոն։ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ եղել Հայաստանի ասորական համայնքին ՀԱՊ Նիսանի կապակցությամբ։ Ուղերձում ասվում է. «Ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի ասորիների նոր տարվա ՀԱՊ Նիսանի կապակցությամբ։ Հայ եւ ասորի ժողովուրդների բարեկամությունն ու գործակցությունը հազարամյակների պատմություն ունեն։ Շատ նմանություններ ունեն նաեւ մեր ժողովուրդների պատմական ճակատագրերը։ ՀԱՊ Նիսանը սիրո, բերկրանքի եւ պտղաբերության տոն է, որը խորհրդանշում է նաեւ բնության վերածնունդ է։ Հայաստանում բնակվող նաեւ աշխարհով մեկ սփռված ասորիներին մաղթում են, որ յուրաքանչյուր նոր տարի նրանց բերի երջանկություն եւ բարօրություն, ասված է նախագահի ուղերձում։ Ամփոփվել են Վեբ Ծիրան 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնի արդյունքները։ Ժյուրին ներկայացված 42 ֆիլմից առանձնացրել է լավագույնները։ Գլխավոր մրցանակակիրը պարգևատրվել է 400,000 դրամով։ Փառատոնի կազմակերպիչներն են Ոսկե Ծիրան Երևանի միջազգային կինոփառատոնն ու WebTV.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը։ Կինոփառատոնի գլխավոր գործընկերը Վիվասել են տեսնեն։ Նոր հարթակ բացահայտելու սկսնակ կինոգործիչների տաղանն ու գրավելու ֆիլմ արտադրողների ուշադրությունը։ Այս նպատակն է հետապնդում արդեն 4-րդ անգամ անցկացվող Վեբ Ծիրան համահայկական առցանց կինոփառատոնը։ Մեկնարկից սկսած ուղիղ 1 ամիս ժյուրին դիտել է WebTV.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսության YouTube-ի պաշտոնական ալիքում տեղադրված ֆիլմերն ու 42-ից առանձնացրել լավագույնները։ Փառատոնի գլխավոր գործընկերը Վիվասել եմ տեսն է։ Ֆիլմերը քանի գնում են, լավանում են, մասնակիցները դեպի շատանում են։ Ֆիլմերը որակապես լավն են կազմակերպված տարիներին։ Եվ նոր այսօր էդիկ բարոյ Երիգանացես 5-րդը լինելու է թե ոչ։ Ես ընդհանրեցի եւ 5-րդը եւ 6-րդը։ Այն նպատակը ինչի համար որ Վեբ Ծիրանը ստեղծվում էր, որպեսզի դա լինի հարթակ երիտասարդների համար, այդ նպատակը իրականացվում է։ Կինոփառատոնի ներկայացված ֆիլմերը, որոնք նկարահանվել են բջջային հեռախոսներով, պլանշետներով եւ սմարթֆոններով, մեկ ամսվա ընթացքում ունեցել են 23,000 դիտում։ Վիվասել MTS ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Հիրիկյանը ծրագիրը հեռանկարային է համարում, կարևոր համարելով հատկապես երիտասարդ կինոգործիչներին խրախուսելու անհրաժեշտությունը։ Շատ լավ է, որ արդեն մենք ավարտում ենք, ամփոփում ենք 4-րդ փառատոնը Վեբ Ծիրանի եւ արդեն խոսում ենք 5-րդից, 6-րդից, դա արդեն նշանակում է, որ հեռանկար ունի այս ծրագիրը եւ մենք անելու համար չենք անում, այլ անում ենք, որովհետեւ տեսնում ենք եւ գտնում ենք, որ կա զարգանալու եւ աճելու տեղ։ Ժյուրիի որոշման փառատոնի գլխավոր մրցանակին արժանանում է ռեժիսոր Արեն Մալաքյանի «Աղջիկը լուսնի վրա» ֆիլմը։ Գլխավոր մրցանակակիրը պարգևատրվում է 400,000 դրամով։ Երկու խրախուսական մրցանակներից առաջինին արժանանում է Նահապետ Սարգսյանի «Էխո», երկրորդին Անդրանիկ Հարությունյանի «Գորգեր» ֆիլմը։ Ամենաշատ դիտումներ արձանագրած Անի Հակոբյանի ուղերձ ֆիլմն էլ, որը դիտել է 3366 օգտատեր, ստանում է համակրանք խրախուսական մրցանակը։ Թե գլխավոր եւ թե խրախուսական մրցանակակիրները 10 օր պրոֆեսիոնալ նկարահանող տեխնիկայից անվճար օգտվելու հնարավորություն կստանան։ Փառատոնի հատուկ դիպլոմին արժանացել է Սասնուհի Մանուկյանի «Տատս» ֆիլմը, որը նվիրված է ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Վարդուհի Մելտոնյան, Մհեր Կիրակոսյան, Էպիկենտրոն։ Մի օրեն կա, որ չպետք է խախտել ճշմարտությունը, եթե ճիշտ չէ, ոչինչ չի օգնի, չի փրկի։ Խոսքերի հեղինակն այս տարի կդառնար 85 տարեկան, այսօր ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի ծննդյանորն է։ Հազար 958 թվականին նկարահանած առաջին սիրո երգը իսկույն դարձավ Հայաստանի այցեքարտը։ Ֆիլմ, որ առ այսօր հիացնում է դերասանական խաղով ու սիրել տալիս կյանքն ու մեր սիրելի Երևանը։ Այստեղ եմ ծնվել, ես այստեղ մեծացել, այս ջուրը խմել սառնորակ։
Նրա մասին երբևէ չդադարեցին խոսել։ Լավ, վատ, կինոտու հիացական, բայց ոչ երբեք անտարբեր։ Այստեղ թերևս տեղին է նրա խաղացած հերոսներից մեկի՝ Քինի խոսքերը, բամբասանքը լեգենդի սկիզբն է։ Ինքն էլ դարձավ լեգենդ իր խաղացած դերերով՝ Առաջին սիրո երգը, Մենք ենք մեր սարերը, Սարահան եղբայրներ ու տասնյակ դերեր կինոյում եւ թատրոնում, որ վկայությունն է նրա զսպվածության ու խորության, խոսքի հեղկվածության ու կերպարի իր բոլոր նրբերանգներով բացելու կարողության։ Ինքնատիպ, համարձակ, արդիական, այսպիսին էր Խորեն Աբրահամյանը բեմում եւ էկրանին։ Անայ դու կդառնաս գաղթական, հայրդ էլ կդառնա, հայկն էլ կդառնա, անայ ես գաղթական չեմ դառնա, ես կմեռնեմ, բայց գաղթական չեմ դառնա, գաղթականի հոգի ունեք, Վոլեյբոլ եւ բռնցքամարտ միանգամից զբաղվում էր երկու սպորտաձևով, որոշել էր դառնալու է մարզի, բայց անհաջողության մատնվելով ֆիզկուլտուրայի ինստիտուտի ընդունելության քննությունների ժամանակ հետևեց ընկերների հորդորին ու դիմեց Թատերական ինստիտուտի դերասանական բաժին։ Բարձր հասակ, գեղեցիկ ու արտահայտիչ դեմք, ընդգծված աչքեր, հաճելի բարիտոն։ Հանձնաժողովը գլխավորող Արմեն Գուլակյանը անմիջապես նկատեց երիտասարդին։ Խորեն Աբրահամյանը ցանկանում էր կրկին դիմել ֆիզկուլտուրայի ինստիտուտ, բայց Գուլակյանը հիմնովին փոխեց նրա մտադրությունը։ Ընտրությունն այլևս կատարված էր։ Անհանգստություն, իմ կյանքը երբեք հանգիստ չի եղել, հիմա էլ անհանգիստ եմ, երբեք չի եղել, որ հանգիստ, խաղաղ, անհոգ ապրեմ, միշտ ինչ-որ մի բանի դեմ եմ եղել, ինչ-որ մի բան պաշտպանել եմ, ինչ-որ բանից խորշել եմ, ինչ-որ բան հաստատել եմ, ինչ-որ բանի դեմ կռվել եմ։ Մի օրենք կա, որ չպետք է խախտել ճշմարտությունը, եթե ճիշտ չէ, ոչինչ չի օգնի, չի փրկի։ Չկա ավելի պիղծ բան, քան ճշմարտանման սուտը, իսկ ճշմարտանման սուտն այսօր շատ է։ Բացարձակ ճշմարտությունն այն կլինի, երբ արվեստը ծառայի ու բացահայտիր ճիշտը, ժողովուրդը մի դաժան խոսք ունի, դերասանություն մի արա, խոսքը վատ դերասանության մասին է, լավի մասին չեն ասում դերասանություն, իսկ լավը վստահ եմ կգա, որովհետև առանց մեծ թատրոնի կյանք գոյություն չունի։ Խորապես ներողություն խնդրելով մի խոստովանություն անեմ, միայն մի տեղ կա, որ սպանեն սուտ չէ մասի, թատրոնն է։ Խորեն Աբրահամյանն անկեղծ էր։ Նա երբեք չէր ստում իր հանդիսատեսին։ Սա էր նրա հաջողության գաղտնիքը։ Ամեն ինչ հաղթարել։ Մի թշնամի կա, որ չեմ կարող հաղթարել։ Մի թշնամի կա, որ ոչ մեկը չի կարող։ Մի թշնամի կա, ամենաանտանելին, ամենասոսկալին։ Իմ թշնամին ես եմ։ ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստը միակն էր ԽՍՀՄ դերասաններից, որ համամիութենական կինոփառատոներում 3 անգամ արժանացել է տղամարդու լավագույն դերակատարման համար սահմանված մրցանակին։ Չնայած դրան շատ համեստ էր, չէր ընդունում, երբ իրեն վարպետ էին կոչում։ Վարպետը Փափազյանն էր, նույնիսկ Հրաչյա Ներսիսյանին վարպետ չէինք ասում։ Փափազյանը նրա մանչս էր ասում։ Նրանք գերմարդիկ էին։ Ես ինձ չեմ խաբել երբեք եւ մի բան խորապես վստահ կարող եմ ասել, երբեք չեմ ստել։ Ինչ էլ անեմ, ինչ էլ խաղամ ես եմ, լավ թե վատ։ Հարցազրույցներից մեկում նշել է դերասանը։ Մադամ Քերի, թողեք, ասում եմ թողեք էլի, թողեք ասում եմ էլի։ Ներկայացումից առաջ ահաբեկված եմ, հետո իհարկե անցնում եմ, նույնիսկ մի 3-4 րոպեն բավական է, որ ես հասկանամ, թե արդեն որտեղ եմ ու ինչ եմ անում, բայց մինչև այդ զարհուրելի ողեցած եմ։ Պատրաստվում էր Առաջին սիրո երգը ֆիլմի շարունակությանը, Արմեն Վաթյանի Առաջին սիրո երգը 50 տարի անց պիեսի բեմադրությանը։ Պետք է մարմնավորել գլխավոր հերոսին։ Պրեմիերան նախատեսվում էր 2005 թվականին։ Առաջին սիրո երգի Արսենը չհասցրեց ցույց տալ, թե ինչ ազդեցություն են ունեցել անցած 50 տարիներն իր վրա։ 2004 թվականի դեկտեմբերի 10-ին Խորեն Աբրահամյանը մահացավ սրտամկանի ինֆարկտից։ Քրիստինե Սուքեսյան, Էպիկենտրոն։ Պետք է ամեն ինչ անել Լիոնում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողը պղծողներին գտնելու համար։ Գրականագետ Դավիթ Գասպարյանն առաջարկել է այսօրին մեր կոթողների մոտ ամբողջ աշխարհում մեկ հերթապահություն սահմանել։ Պետք է դրսում ունենանք հայապահպան զինված ուժեր, կարծում է գրականագետը։ Մենք բարեկամ չունեցող ժողովուրդ ենք։ Մենք միայնակ ժողովուրդ ենք մեր ցավի հետ։ Պիտի ինքներս մեզ պաշտպանենք։ Հույսը տնելով միշտ օտարների, մեծերի եւ այլնի, այսպես բարի խոսքասողների վրա մենք շատ ենք խաբվել։ Գոնե այս օրերին չխաբվենք։ Որոշ հայ կինոգետներ կարծում են, որ հայոց ցեղասպանության մասին որակյալ եւ բավական քանակությամբ գեղարվեստական ֆիլմեր հատկապես հայ ռեժիսորների նախաձեռնությամբ չեն նկարահանվում։ Մինչդեռ Մեծ Եղեռնի 100-ամյակը հենց այն առիթն է, որ պետք է լավագույնս օգտագործել հայկական հարցաշխարհում մեկ հնչեղ դարձնելու համար։ Շատ են հայոց ցեղասպանության վերաբերյալ վավերագրական ֆիլմերը, սակայն դրանք ըստ կինոգետների չունեն այն հնչեղությունը եւ այնքան ազդեցիկ չեն, որքան խաղարկային ֆիլմերը։ Պատճառներից մեկն ըստ կինոգետ Արսվի Բախտյանի այն է, որ մենք մեր ցավի մասին գեղարվեստական ձևով չենք կարողանում
խոսել, սակայն դա չի նշանակում, որ պետք է ձեռքները ծալած նստել։ Հոլոկոստի մասին օրինակ նկարահանվել են բազմաթիվ եւ վավերագրական եւ գեղարվեստական կինոնկարներ, եւ դա արդյունք տվել է։ Արդեն հասել ենք ապրիլ ամսին, բայց մինչև հիմա ոչ մի միջազգային լուրջ գիտաժողով այստեղ չի եղել, այն դեպքում, երբ որ Սորբոնում էլ եղավ, Փարիզի ազգային գրադարանում էլ եղավ, Ամերիկայի համալսարանում, Կալիֆոռնիայի եղավ, Նեբրասկայի համալսարանում եղավ, եւ այլն։ Իսկ մեզ մոտ ոնց որ այսպես մենք առայժմ անմոռուկների ինչ-որ բիզնես ենք անում։ Այնպիսի ֆիլմեր պետք են, որ ցնցեն մարդկանց գիտակցությունը, որովհետև պարզվում է, որ քաղաքականության մեջ շատ հարցեր ամեն դեպքում, եթե չլուծվեն էլ անգամ, ապա հաստատ ուրիշ կերպ դիտարկվելու հնարավորություն են ստանում, արվեստը գեղարվեստական կերպարների ուժով ազդելու անսահման հնարավորություններ ունի։ Ես եւ իմ գործընկերները այսօրվա համար այսքանն էինք նախատեսել։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք ցտեսություն։